Թրամփի խորհրդական Սթիվեն Ուիթքոֆը հաջողել է Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանը կարծում է ամերիկացի դիվանագետի տաղանդը կփայլի նաև ուկրաինական ճակատում։ Այսպես է մեկնաբանել Պուտինի խոսնակը Թրամփի իր հատուկ ներկայացուցչին ուղղված հրամանը Մերձավոր Արևելքից հետո կենտրոնանալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա։ Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու խոստումներ տվող նահանգները պատրաստվում են նոր տոմահավ քրթիռներ ուղարկել Ուկրաինա։ Ռուսաստանի խորքերին հարվածելու համար, դրանք մինչև 2500 կիլոմետր առաջ են գնում։ Չնայած նահանգներն այդ հրթիռների մեծ պաշարներ ունի, Financial Times-ը գրում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է ընդամենը 20-ից 50 հրթիռ ուղարկել Կիև, ինչը ռազմական փորձագետների համոզմամբ ճակատում իրավիճակ չի կարող փոխել։ Հավանաբար նոր սպառազինություն ձեռք բերելու նպատակով է Ուկրաինայի նախագահը այս ուրբաթ մեկնելու Վաշինգտոն Թրամփի հետ հանդիպման։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Զելենսկին փորձելու է համոզել Թրամփին նոր պատժամիջոցներով ճնշել Դաշնությանը։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը անփոփոխ լարված է։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել է, որ ռուսական զորքերը երկուշաբթի գիշեր կառավարվող ավիառումներով հարվածել են քաղաքին, վնասվել է հիվանդանոցը, 4 վիրավոր կա։ Խարկովի մարզի 3 շրջանում հոսանքազրկվել է 30,000 տուն։ Մի քանի ժամ լույս չի եղել։ Դաշնությունը հայտնում է, որ գրավել են Խարկովի մարզի Բորիսկա Անդրեևկա և Դոնեցկի Մոսկովսկե գյուղերը։ Ռուսական ուժերը նաև առաջխաղացում ունեն Միրնոգրադի արևելյան շրջանների բնակելի տարածքներում։ Դաշնության ուժերը վերջին 24 ժամում ուկրաինական 40 անօդաչու են ոչնչացրել, մեծ մասը Բելգորոդի և Վորոնեժի մարզերում։ Մեկ օրում գրեթե 1600 զոհ ունի Կիևը, 15 տանկ է կորցրել, 83 զրահամեքենա։ Գանը Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։